որ այդ պահի դրությամբ հանրապետությունում գործում էր 3 սանդղականի եկամտային հարկ, 23%, 27% մոտավորապես եւ 35%, այսինքն 3 սանդղակ ունեինք եկամտային հարկի եւ մենք որոշում կայացրեցինք, որ համահարթ դարձնել եկամտային հարկը սկզբից 23%, հիմա իջավ հասավ մինչև 20%-ի։ Այժմ մենք ունենք 20% եկամտային հարկ։ Երբ այն ժամանակ մենք այս փոփոխությունը անում էինք, ընդդիմության ներկայացուցիչները սկսեցին բողոքի ակցիաներ, ասելով, որ սա անարդար է, որովհետև մենք, այսպես ասած, բարձր աշխատավարձ ստացողներին կամ մեծ եկամուտներ ստացողներին համար օրենսդրական փոփոխություններ ենք անում, ինչը սոցիալական անարդարությունը խորացնում է, եւ մենք այն ժամանակ ասենք, որ սա մի քայլանի գործողություն չէ, եւ մենք հաջորդ քայլով պետք է գույքային, մասնավորապես անշարժ գույքի հարկի փոփոխություն իրականացնենք, եւ ահա նրանք, ովքեր շատ եկամուտներ ունեն, նրանք ենթադրվում է, որ ունեն նաեւ ավելի լավ անշարժ գույք եւ հետեւաբար անշարժ գույքի հարկի ձևով այն անհարթությունը, որը առաջանում է, այդ անհարթությունը մենք կլրացնենք, այն ժամանակ ասվում էր, որ մենք գիտենք, որ դա չէ կանելու եւ այլն, բայց հիմա մենք եկանք եւ այո, շատ բարդ, բայց շատ կարեւոր որոշում կայացրեցինք եւ այդ որոշումը ընդունվեց եւ նաեւ ուրիշ եւ շատ կարեւոր է արձանագրել, թե ինչի ա բերել այդ որոշումը։ Շատ կարեւոր է արձանագրել, որ այս հարկային փոփոխությամբ պետական բյուջեի եկամուտները լրացուցիչ 0 են։ Պետական բյուջեն Հայաստանի Հանրապետության այս գումարից 0 եկամուտ է ստանում։ Անշարժ գույքի հարկի։ Բավա ստանում այդ եկամուտը։ Այդ եկամուտը ստանում են համայնքները։ Համայնքները եւ ես ուզում եմ նաեւ ընդգծել, որ այդ թվում անշարժ գույքի հարկերի հավաքման արդյունքում մեր համայնքների համախառն եկամուտները, սեփական եկամուտները 2019 թվականից այս կողմ կրկնապատկվել են։ Եվ այդ թվում այդ կրկնապատկման շնորհիվ է, որ համայնքները ճիշտ է, կառավարությունը սուբվենցիաներով ֆինանսավորում է ապահովում որոշ դեպքերում 70 եւ ավելի տոկոս, բայց միևնույնն է համայնքները սրա արդյունքում են, որ իրենց բյուջեները ավելացել են։ Եվ այս գույքային հարկերի հետ կապված այս ըմբռնումն էլ շատ էական նյուանս է պարունակում իր մեջ, որովհետև սա այն դեպքն է, երբ որ բառից բուն իմաստով մենք մարդկանց ասում ենք, որ հարկային քաղաքականությունը գումարը աջ գրպանից հանել, ձախ գրպանում դնելն է եւ հակառակը։ Որովհետև մեր սիրելի քաղաքացիները, երբ որ նամակներ են գրում, ասում են, որ մեր շենքի տանիքը կաթում է, մեր բակում էս չկա, մեր բակում այն չկա, կներեք կառավարության գործը չի ընդհանրապես այդ շենքի տանիքներով զբաղվել, չնայած մենք ստիպված ենք զբաղվել։ Դա մաքուր տեղական ինքնակառավարման մարմինների ֆունկցիա է, իսկ տեղական ինքնակառավարման մարմինը դրանով կարող է զբաղվել, եթե ունենա բյուջե։ Սրա մասին է խոսքը։ Մենք այդ գումարը, որովհետև իմիջայլոց այդ միջավայրային բարեկեցության ընկալումը հաջորդ ֆունդամենտալ խնդիրն է, որ մեր երկրում չկա։ Եվ միջավայրը չի համարվում ընդհանուր, միջավայրը չի համարվում ընդհանուր սեփականության զգացողություն չկա, որովհետև այո, այն որ դու կարող ես ունենալ տուն, եւ այդ դռնից տան շեմից են կողմ ինչ տեղի կունենա, ընդհանրապես մենք մեր հոգսը չենք համարում։ Ինչ որ իմաստով դա ճիշտ է, որովհետև մենք անհատապես չենք կարող այդ հոգսի տակ մտնել։ Եվ հետեւաբար ո՞նց լուծենք այդ հոգսը։ Այդ հոգսը լուծվում է սենց տեղական ինքնակառավարման մարմիններով, այդ գումարը գեներացնելով, այդ գույքի գումարը բերելով միտեղ եւ այդ գույքերի դիմացի մայթը, փողոցը, լույսը, ծաղիկը, ցանկապատը եւ այլն դիմացի մանկապարտեզը կառուցելով։ Սրա մասին է խոսքը։ Եվ այս գումարը, գույքարկի գումարը, որը մենք օրենսդրությամբ ասում ենք, որ պետք է հավաքվի գնա համայնք, մենք ուղղորդում ենք, որ համայնքը ինքը իր բարեկեցության վրա ծախսի, շատ կարևոր է սա արձանագրել։ Այդ գումարները ծախսում են ժողովրդի ընտրած ավագանիները, համայնքների ղեկավարները։ Ոչ մեկ չի կարող ասել, մենք մեր համայնքի ղեկավարին չենք ընտրել, ձայն չենք տվել, եկել են կեղծել, չեն կարող այդպիսի բան ասել։ Էս էլ դնենք մի կողմ։ Այս վերջերս մենք ընդունեցինք մի նոր կարևոր մեխանիզմ, որը գնալով այդ մեխանիզմի ծավալները մեծանալու են, դա մասնակցային բյուջեն է։
Երբ որ համայնքի բնակիչները իրենք կարող են որոշել, ասել, որ մենք ուզում ենք, որ մեր գույքահարկը ծախսվի այսինչ կոնկրետ խնդիրը լուծելու վրա։ Եվ ընդհանրապես խոսել այս համակարգի դեմ, կներեք դա նշանակում է ասել, որ մեր գյուղերը պետք է շարունակեն մնալ ցեխի մեջ։ Եթե չունես կես մետրանոց ռեզինի սապոգներ, նշանակում է դու պետք է գյուղում տնից դուրս չկարողանաս գալ։ Մեր օրենքեզ նախագիծը նրա մասին է, որ մենք մեր գյուղերը ցեխի միջից պետք է հանենք եւ մենք գյուղերը ցեխի միջից հանում ենք։ Գնացեք Հայաստանի Հանրապետության տասնյակ գյուղեր։ Այնտեղ սալիկապատվում են ճանապարհներ գյուղերում, որտեղ իրանց մի քանի հարյուրամյա, նույնիսկ հազարամյա գոյության ընթացքում ոչ մի այդ ողջ պատմության ընթացքում բարեկարգված ճանապարհ չի եղել։ Հասկանում եք, սա քաղաքական ընտրության հարց է։ Սա քաղաքական ընտրության հարց է։ Եվ այո, մենք մեր սիրելի քաղաքացիներին ասում ենք ուղիղ, այս գույքահարկից էլի հիմա շատ որ բանարված է, դա շատ մոդա է, չէ՞, միանգամից ասում են, պարքեվավճարները, բանը, ծառայական ավտոմեքենաները, ճոխ ավտոմեքենաները, գործող այս գումարից, Ժորժ ջան, ամբողջը ոչ մի բան այդ նպատակների համար չի ծախսվում։ Եվ հետևաբար ինչքան էլ բարդ է, ինչքան էլ դժվար է, ինչքան էլ պոպուլյար չի, մենք այս որոշումը կայացնենք եւ պինդ կանգնելու ենք այս որոշման վրա, պինդ կանգնելու ենք այս որոշման վրա։ Կներեք, այս հարցում չի լինելու ոչ մի կոմպրոմիս, բացարձակապես ոչ մի կոմպրոմիս, որովհետեւ մենք այս հարցով ստիպում ենք, որ համայնքը զարգանա, ստիպում ենք, որ համայնքը ավելի լավ ապրի, ստիպում ենք, որ գյուղը ցեխի միջից դուրս գա։ Ստիպում ենք եւ իհարկե մյուս կողմից է սուբվենցիաներով ֆինանսավորում ենք։ Մյուս կողմից էլ բանով դոտացիաներով համայնքին 30 տարի է մենք խոսում ենք տեղական ինքնակառավարման մարմին ինստիտուտը պետք է ուժեղացնել։ Ոնց են ուժեղացնում։ Կենացով սենց են ուժեղացնում։ Սենց են ուժեղացնում եւ համայնքները ֆինանսական կարողություններ են ստանում հարցեր լուծելու։ Քաղաքացիները իրանք ֆինանսական կարողություններ են ստանում հարցեր լուծելու, որովհետեւ նախագծի հեղինակներին ձեռ է տալիս, որ համայնքը չունենա այդ հնարավորությունը, որ երկար ջպերով մարդիկ գան, ասեն, հա ինչա պետք ստեղ, բան, հա մի հատ էլ բան արեք, գրավիլ բերեք, լցրեք, ու բոլոր գյուղացիները զարմանան, ասեն, վայ, սա հրաշք է, երկնային մանանա է, ոնց գրավիլ եկավ, բան, մի քանի բան, քերած ասֆալտ եկավ, պետքա բան անել, երկրպագել, այդ հաստ վզերով եւ մեծ գլխերով մարդկանց, որ կարողացան երկնքից բանի Մովսեսի նմանությամբ մանանայի փոխարեն գրավիլ իջեցնել եւ մեր փոսերը լցնել, որի գոյությունը միջև հաջորդ անձրևն է։ Եվ սա այո քաղաքական ընտրության հարց է, որովհետեւ մենք մարդկանց ցեխի միջից հանելով մարդուն տալիս ենք ազատություն, այդ թվում որոշելու եւ շարժվելու ազատություն։ Իսկ մեր գործընկերներն պետք է որ մարդը մնա ցեխի մեջ, որ այդ երկնային գրավիլը անընդհատ, երկնային բրինձը, երկնային գրավիլը, երկնային տուկի թելը, երկնային սալյարկան, անվորակ տենց անընդհատ երկնքից թափվի։ Ոչ, Ժողովուրդ ջան, երկնքից ոչ մի բան այլևս չի թափվելու, թափվելու է պետական եւ տեղական բյուջեներից։ Ու չի թափվելու, այլ կոնկրետ որոշումներով համայնքի եւ քաղաքացիների ծախսվելու է ձեր կոնկրետ կարիքները հոգալու համար։ Ինչն է ձեր կոնկրետ կարիքը, դուք ինքներդ ձեր համայնքի հետ որոշեք։